Արարատյան դաշտը հարուստ է խաղողի այգիներով եւ բոլորն էլ գրեթե զբաղվում են ավանդության համաձայն նաեւ մեծ հնձաններ են ունեցել Արարատյան դաշտի ժողովուրդը, սա եղել է Արտաշեսյան դինաստիայի կենտրոնը վերջիվերջո։ Բոլորս գիտենք հայտնի խաղողի ավանդությունը, գինու ավանդությունը, որ մեծ զարգացում է ունեցել Արարատյան դաշտավայրում։ Մարդիկ իրանց ամբողջ աշխատանքն ու տնքնաջանությունը դնում են հենց այդ այգիների մեջ։ Իրանց քրտնիքը, իրանց ամեն ինչը ու հենց այնտեղից սկսվում է այդ սերը հողի մեջ ու այդ հողից ստանում ենք մենք բերքը։ Ու այսօր մենք այս խաղողը բերել ենք եկեղեցի, ասուն նախ եւ առաջ շնորհակալություն հայտնելու այն առատ բերքի համար, որը մեզ ինքը տալիս է ու խնդրենք իրանից այն օրհնությունը, որ օրհնի այդ բերքը։ Հայոց եկեղեցիներում նշում են Սուրբ Մարիամ Աստվածածնի վերափոխման տոնը։ Խաղողագործությամբ հայտնի մեր երկրում մարդիկ եկեղեցիներից վերադառնում են օրհնված խաղողով։ Տերը խաղողի որդը ամենազորավոր ծառերից ավելի վեր բարձրացրեց, իրեն խաղողի որդը անվանելով։ Ես եմ ճշմարիտ որդատունկը։ Քրիստոս վերնատանը խորհրդավոր ընթրիքի ժամանակ գինին խաղողի արյունը իր փրկական արյան նյութը դարձրեց եւ իր ձեռքերի մեջ վերցնելով օրհնեց, ասելով. «Սա է նոր ուխտի իմ արյունը»։ Մեր եկեղեցում խաղողօրհնեքը կատարվում է Սուրբ Աստվածածնի վերափոխման տոնին։ Վերափոխումը խորհրդանշում է Տիրամոր երկրային կյանքից հավիտենական կյանք փոխադրվելը։ Վերափոխման տոնը նշեցին նաև Արարատի մարզի Կանաչութ համայնքի Սուրբ Գևորգ եկեղեցում։ Աստվածամոր վերափոխման տոնի առիթով պատարագ մատուցեց Մասյացոտնի թեմի առաջնորդ Ռուբեն եպիսկոպոս Զարգարյանը։ Սրբազան հայրը սուրբ գրային մեկնություններ արեց, զուգահեռներ անցկացրեց մեր ժամանակների ու քրիստոնեության հաստատման ժամանակաշրջանի միջև, խոսեց սիրո զորավոր ուժի մասին։ Այսօր էլ անհնար է թվում մտածել այն Աստծո մասին, ով ստեղծեց մարդուն, դարձավ մանուկ եւ այնուամենայնիվ աշխարհի ճշմարիտ Տեր։ Այսօր եւս այս վիշապն անպարտելի է թվում, բայց այսօր եւս ճշմարիտ է մնում, որ Աստված ավելի զորավոր է, քան վիշապը, որ հաղթում է սերը եւ ոչ թե եսասիրությունը։ Մենք չենք օրհնում խաղողը, որ այն ավելի քաղցր լինի կամ սեղանը նյութական բարիք ունենա։ Եկեղեցին խնդրում է օրհնել այգիները, պահպանել դրանք հողմերից, կարկուտից ու ամեն աղետից։ Այս ամենի խորքում ավելի մեծ խորհուրդ կա։ Խաղողօրհնեքը մեզ սովորեցնում է աշխարհին նայել որպես Աստծո պարգևի, նշեց Ռուբեն եպիսկոպոս Զարգարյանը։ Մասյացոտնի թեմի այս հովվությունում 6 գյուղ կա։ Հոգևոր սպասավորը Տեր Բենյամին Քահանա Ծատուրյանն է։ Նրա ծառայության զգալի մասն անցել է Արցախում, ներկայում այստեղ է սպասավորում։ Հոգում է Կանաչութ, Այգեստան, Դեղցուտ, Վարդաշեն, Մրգանուշ, Գետազատ համայնքների բնակիչների հոգևոր կարիքները։ Պատարակներ է մատուցում հոգևոր զրույցների շուրջ մեկտեղում մարդկանց։ Մենք հավաքում ենք, միասնաբար խոկում ենք կատարում մեր հավատացյալների հետ, միասնաբար աղոթում ենք մեր երկրի խաղաղության, մեր եկեղեցի շինության, ամրության եւ մեր զինվորների ծառայության, բարի ծառայության համար։ Այս ամենը քրիստոնեական կյանք է, որ պետք է կատարեն յուրաքանչյուր քրիստոնյա եւ մենք այդ մասն ու բաժինն ենք կազմում քրիստոնեական կյանքի։ Կանաչութի Սուրբ Գևորգ եկեղեցում գործում են երիտասարդաց ու տիկնանց միություններ, ժամանակի հետ եկեղեցական համայնքը համալրվում է նոր անդամներով։ Նոր ենք տեղափոխվել այստեղ եւ այսպես ասած մի քանի շաբաթ է ինչ այցելում եմ Սուրբ Գևորգ եկեղեցի, կարող եմ ասել, որ Սուրբ Գևորգ եկեղեցին իմ կյանքում իրապես շատ բան է փոխել, քահանայի մոտեցումը, համայնքը, ամեն ինչ այստեղ այնքան ջերմ ու լավ է, որ առավել շատ է այնպես անում, որ մեր կյանքը դեպի Աստված այլ ավելի մեծ լինի եւ ամեն այսպես ասած մեր քայլը ավելի գիտակցված եւ ավելի մեծ սիրով կատարենք ամեն կիրակի այստեղ մասնակցում եմ պատարագի ինչ տեղափոխվել ենք այստեղ մասնակցելով պատարագներին իմ հոգեվոր կյանքում այս փոփոխություններ եմ տեսել ու սկսել եմ աշխատել իմ հոգեվոր կյանքի վրա, որը ինձ մեծ կայունություն է բերել։ Հոգևոր կյանքը Սուրբ Գևորգ եկեղեցում շատ բազմազան է եւ բարելավված, այս վերջի ժամանակներում ավելին, քանի որ երիտասարդությունը ել ավելի շատ է մասնակցում պատարագների ու ել ավելի շատ սկսել է ինքիրը վրա աշխատել հավատքի տեսանկյունից։
Մասյացոտնի թեմի առաջնորդ Ռուբեն եպիսկոպոս Զարգարյանը քարոզխոսության ժամանակ իր գնահատանքը հայտնեց Սուրբ Գևորգ եկեղեցու դպրաց դասին, երգչախմբին, հոգևոր հովվին, գոհունակությամբ դիմեց համայնքի անդամներին եւ ուխտավորաբար Սուրբ Գևորգ եկածներին։ Թող ձեր տները լինեն խաղաղությամբ լի, ձեր երեխաները ապահով ու հուսավոր ապագայով, ձեր այգիները բերքառատ, ձեր աշխատանքը օրհնված, իսկ ձեր սրտերը Աստծո ներկայությամբ լի։ Աննա Թամրազյան, Հարություն Տոլանյան, Եկեղեցական կյանք։